Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ նացիստական ժամանակավորների գերիշխանությունից ուկրաինական տարածքի ազատագրման օրն արդեն մոտ է։ Պաշտոնյան ընդգծել է, որ 82 տարի անց Կիևը կրկին օկուպացվել է, իսկ նացիստական գաղափարախոսությունը պետական է դարձել Ուկրաինայի տարածքում։ Կիևի իշխանությունները փորձում են վերաշարադրել պատմությունը, պահպանում են Խորհրդային Միության և Ռուսաստանի հետ կապված ամեն ինչի ոչնչացման ուղեգիծը, նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։ Ժողովրդի հիշողությունից նրա հերոսական անցյալը ջնջելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման։ Ոչ մի կասկած չկա, որ մոտենում է այդ երբեմնի բարգավաճ երկրամասի ազատագրման օրը նացիստական ժամանակավոր աշխատողների գերիշխանությունից, որոնք շարունակում են այն ամայնացնել հանուն սեփական շահադիտական նպատակների, եզրափակել է Զախարովան։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հեգնանքով պատասխանել է լրագրողներին, խոսելով Ռուսաստանի միջուկային փորձարկումների հեռանկարի մասին։ Ռումինիայի նախագահ Նիկուշոր-Դանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարին խնդրել են մեկնաբանել Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստը, որի օրակարգում եղել է միջուկային փորձարկումների անցկացման նպատակահարմարության հարցը։ Գլխավոր քարտուղարին հարցրել են նաև ռուսական միջուկային փորձարկումներին ՆԱՏՕ-ի պատասխանի մասին։ Ես վաղուց դադարել եմ արձագանքել այն հանդիպումներին, որոնք կազմակերպում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրան վճարում եմ որպես Ռուսաստանի նախագահ, դրա համար էլ նա կազմակերպում է դրանք, հայտարարել է Ռյուտեն։ Ուկրաինան իրեն անշնորհակալ է պահում, չնայած Լեհաստանի և այլ արևմտյան երկրների ցուցաբերած ամբողջ օգնությանը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին։ Լեհ ժողովրդի հանդեպ երախտագիտության բացակայությունը, Վոլինի արտաշիրիմման չբացահայտված դեպքերը և Լեհաստանը պատուհասած գյուղատնտեսական ճգնաժամը հարցեր են, որոնք կարևոր են մնում, ընդգծել է նախագահը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեհաստանում կտրուկ աճել է Ուկրաինայից փախստականների վրա հարձակումների թիվը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չնայած միջուկային զենքի նոր փորձարկումներ անցկացնելու պատրաստակամության մասին իր հայտարարություններին, իրականում կցանկանար հասնել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի կողմից իրենց միջուկային զինանոցների կրճատմանը։ Այսպես է մեկնաբանել երեք երկրների ապամիջուկայնացման վերաբերյալ ԱՄՆ առաջնորդի կոչը Սպիտակ տան անանուն ներկայացուցիչը, որի խոսքերը մեջբերել է Washington Post թերթը։ Պաշտոնյաներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, հայտարարել է, որ Թրամփը կցանկանար ապամիջուկայնացում տեսնել, սակայն կարծում է, որ այդ գործողությունները նպատակահարմար են արդյունավետ միջուկային զսպման պահպանման և ԱՄՆ ազգային անվտանգության ապահովման համար, ասված է հրապարակման մեջ։ Պարբերականի զրուցակցի խոսքով Սպիտակ տանը կարծում են, որ ներկայում Ռուսաստանն ու Չինաստանը իրականում արագացնում են միջուկային զինանոցների զարգացման իրենց ծրագրերը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել ՆԱՏՕ-ին լսել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի խոսքերը Մոսկվայի դիրքորոշումը հասկանալու համար։ Սա հենց Հյուսիսատլանտյան դաշինքի և նրա ղեկավարի խնդիրն է։ Մի կողմից նրանք ասում են, որ չեն լսում Ռուսաստանին, իսկ մյուս կողմից ասում են, որ չեն հասկանում նրան, նշել է Կրեմլի ներկայացուցիչը, ՆԱՏՕ-ին կոչ անելով լսել պետության ղեկավարին։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հեգնանքով մեկնաբանել էր Ռուսաստանի միջուկային փորձարկումների հեռանկարը։ Նա հայտարարել էր, որ դադարել է ուշադրություն դարձնել Ռուսաստանի առաջնորդի ելույթներին։